Կերամա Մարացի ընկերության նորաբաց խանութ սրահ։ Ավելի քան 2000 քառակուսի մետր ընդարձակ տարածք հանգիստ և ճիշտ ընտրություն կատարելու համար։ 8-ամյա աշխատանքային փորձ ձեր հարմարավետությունն ապահովելու համար։ Նոր, ավելի ընդարձակ, Կերամա Մարացի ամենամեծ խանութ սրահը Դավիթ անհախտի 6-ասեում։ Իմիջայլոց այսօր եզակի օրեր մասնակիցների ծայրահեղությամբ, որովհետև կար ծայրահեղված ու կար ծայրահեղ լավ։ Ծայրահեղ լավ ընդհանրապես մի մասնակից կար այսօր եւ կային տաղանդավոր երեխաներ, որոնցից կարող է ժամանակի ընթացքում ստանանք ինչ-որ ուզում են։ Բայց այսօր օրը իրոք հետաքրքիր էր մասնակիցների ընտրությունով, որովհետև տարբեր դեպքեր կային։ Թող Անդրեն էլ ասի։ Այ իսկապես։ Ի պատասխան չես լսել, չէ՞։ Էլ մեկ քո պատասխան ասա տեսամ բռնի իրար այդ չէ։ Այո, համամիտ եմ, այսօր բավականին թույլ օր էր, մասնակիցները ուղղակի տարան մեզանից արյուն, հիմնական մասը ու չտրեցին որևէ, դա։ Մի քանի մասնակից, երևի 3 մասնակից կարող է հիշել այսօրվանից։ Ոնց որ ասեցի։ Թե 2 կամ 3 մասնակից մնացածը, որ ես լինեի տնից դուրս չէի գա։ Գարիկ Պապոյանի հետ կաշխատեի, Անդրեյ եթե ինձ լսեր, և Էմի իհարկե եթե նրա հարկեր չպաս ջինսեր, մազերը այսպես չաներ, կաշխատեի մեծ հաճույքով, Այս 3-ի այդ ամբողջ հույսս Գարիկի վրա ճիշտ ասած։ Իսկ եթե լինենք ավելի լուրջ և ժյուրի անդամներին ներգրավենք, 2 հոգի մաքսիմում։ Ես ճիշտն ասած, ևս մեկ աղջիկ կար, Չլիքներ, բայց անունը չեմ կարող հիշել, նույնպես լավ բազա ունի։ Նրանք գրած էր Փարիզ։ Չեմ հիշում։ Որ շշտեցի, որ մի քիչ արետը Ֆրանկլինի տեմպը Փարիզ։ Այդ աղջիկը։ Բայց բոլորս իհարկե հիշում ենք քույրերին։ Շատ լավ եք հիշում։ Վերջ, ազատ եք։ Հետ ինչ էր։ X Factor-ը բոլորի համար է, կարևորը բեմում լինելու քո երազանքն է, իսկ թե ովքեր կիրականացնեն այն, ցույց կտա ժամանակը։ Ես Սիրանուշ Մինասյանն եմ, եկել եմ Օդեսայից, ծնվել եմ Լեննագանում։ 22 տարեկան եմ, 8 տարեկանից Օդեսա կապրինք ընտանիքով, արդեն 16 տարի։ Աշխատում եմ հայ համայնքում Օդեսայի, ունեմ փոքր լյուդիցեյսկի խումբ, երգչախումբ, անունը Արաքս է։ Երգում եմ մեր հայ Գրիգոր Լուսավորիչի եկեղեցում եւ այդպես։ 2 տարի առաջ եկել էի Արիտուն, բայց մինչև այդ 10 տարի չի եղել Հայաստանում։ Եկել էի Արիտուն, գնացել եմ եկեղեցիներ շատ կհիշեմ, Հորվիրապ, Գառնիկ եղարկն է շատ տվան որը մեջ ես, ու ամենաշատը Լեննագանը կսիրեմ։ Շատ կկարոտեի, դաժե քիշեմ ինչ ընտանիքով նստած հաց կուտենք ու միշտ մաման լացկեներ մենք իրա հետ, էլի։ Այդպես շատ կկարոնայի ու պասպորտը չունեի որ կայտ է բան, այսպես։ Ես ջուրը, մարդկանց, մեր տունը, ու տատգիս պոստանը։ Պապայիս կողմից սաղ ինչ-որ երաժշտական կրթություն ունի, բայց դե ոչ մեկը սենք երկիչ չէ, էլի։ Շատ մուզիկալին ընտանիք է պապայիս ընտանիքը։ Մամաս նվագեկը, պապասը էլի կնվագ է։ Շատ դժվար է գա Հայաստան, որովհետև Ուկրաինայում շատ ահավոր վիճակ է, հենց Օդեսայում։ Ես պիտի գայի ճիշտ նստած ավտոբուսով, որովհետև ռեյս չկար էլի Օդեսա Երևան, բայց եկանք ավտոբուս նստելու ընտանիքով, օրսեցին ավտոբուսը չի երթա, այդ նույն օրը։ Ու շատ կուզեմ շնորհակալություն հայտնեմ հայ համայնքին, որ ինձ օգնեց, որ ես նույն օրում թռա Երևան, անձամբ կուզեի շնորհակալություն հայտնել Էդուարդ Խաչատրյանին ու իմ սիրելի հայ համայնքին։ Ճիշտ ասած, իմ երազանքս էր։ Ես շատ կուզեի մասնակցեի այսպես պրոյեկտում, էնեին Հայաստանում իմ երազանքս էր, էլի։ Այսպես, դրա համար ամեն ինչ թողեցի, ճիշտ ասած, այդ խումբս, այդ զաուչնեի քսորում դասերս թողեցի, պես էլի, ու եկա իմ զամայի միջտոյ, ոբշեմ, շատ կուզեմ, որ սաղ լավերն է։ Ինչու եք եկել, մասնակցելու ուղղակի թե ուղղակի Հայաստան եք եկել։ Չէ, ճիշտ ասած եկել եմ հենց մասնակցելու համար, որտեղ դա իմ երազանքս է։
Բայց դուք գյումրեցի եք։ Հա, Լեննագանցյան։ Շատ լավ։ Եթե այնպես ստացվի, որ դուք անցնեք հաջորդ փուլ եւ ստիպված լինեք մնալ Հայաստանում, կմնաք։ Մնամ կամա։ Այսինքն դուք պատրաստ եք հանուն պրոյեկտի վերադառնալ հայրենիք։ Հանուն Հայաստանի ու պրոյեկտի, այո։ Շատ լավ, ինչ եք երգելու այսօր։ Կատարեմ Լարա Ֆաբիանի երկացանկից բլյուզ «Si tu n'as pas d'amour, всегда права любовь»։ Շատ լավ։ Լսում ենք ձեզ։ Շատ ուշադիր։ Tu peux trouver l'être bouquet, tu peux le vide du chagrin du monde, tu peux avoir la jeune de la terre, et même les écouler pour l'eau. Mais tu n'as rien qui m'a pour rapporter vous, si tu n'as pas d'amour, tu peux avoir des icônes de confort, la belle musique de s'abonner, un amour avec gros et capable, le sourire des stades au ciné. Mais tu n'as rien qui m'a pour raconter vous, si tu n'as pas d'amour, si tu n'as pas d'amour, te le ferai jamais, jamais, jamais porter pour arrête d'ouvrir le sourire trop lourd. Շնորհակալություն Սիրանուշ։ Ճիշտ ասած անսովոր է ֆրանսերեն լսել ռիթմիկ երգեր, ինձ համար ամեն դեպքում։ Բայց նրանք կան։ Այո, փաստորեն կան։ Ֆրանսերեն աշխուժ երկեր կան բացահայտում էր։ Այո։ Հա, չէ, ֆրանս լուրջ ազգ է, ագին երկեր ունեն։ Խոսանք Սիրանուշից։ Սիրանուշ ջան, ինձ համար շատ հաճելի էր լսել ինչպես եք երգում, որովհետև բացի երգից խարիզմայի մի հատ տեսակ կա, որ գումարում եք այդ երգին, այդ հաճելի ձայնը իրար հետ, ընդհանուր ելույթը ինձ շատ մեծ բավականություն պատճառեց։ Շնորհակալություն։ Հետաքրքիր նյուանսներ ունեիր քո ելույթի մեջ։ Մի տեսակ ինձ դուր եկավ քո քչությունը, որ դու շատ քիչ, շատ նուրբ, բայց տվեցիր մի հետաքրքիր համ, որը որ շատ դեպքերում միգուցե հզոր ձայները չէին կարող դատալ։ Գոր։ Սիրանուշ, եւս մեկ անգամ ապացուցեցիր, որ Գյումրվա համոհոտը անմահ է։ Մերսի։ Եվ ինձ էլ շատ դուր եկավ, անսպասելի էր քո լավ երգելը, շատ հետաքրքիր տեմբր ունես եւ շատ խորամանկ ես, որովհետեւ ընտրել ես այնպիսի երգ, որ պետք չի որ ձայնդ մեծ լինի կամ դիապազոնը շատ լայն լինի, այսինքն ամեն ինչ հաշված էր եւ դա շատ ճիշտ է առաջին փուլի համար։ Դժվարությունները կսկսեն ապագայում, բայց ես համոզված եմ, որ Գյումրին կհաղթի։ Շնորհակալություն։ Էմի, ես մի քիչ էներգետիկա կցանկանայի տեսնել, բայց դե արդեն հետագայում, եթե վճիրները բարձ լինեն, անցնենք վճիրներին, Գարիկ։ Ես միանշանակ ասում այո։ Շատ շնորհակալ։ Ես նույնպես դες ասում եմ այո։ Մերսի։ Ես ասում եմ այո։ Շատ շնորհակալություն։ Si tu n'as pas d'amour, Պերսոնաժը գորգես, կայֆը դեմքը։ la peau bronzée comme le sable en été, un humour à l'épreuve. Страшно? Ճիշտ ասած, վանողացիկյոնների անքներս փակում։ Թավլենյասելելի ու դիվատկիս է։ Զբուկը вообще նորմալ։ Բարև ձեզ, ես Ժագարան Աշոտն եմ, եկել եմ Ռուսաստանի քաղաքից Կրասնոդարից։
20 տարեկան եմ, ստեղ եմ ծնվել, բայց 19 տարի Краснодар եմ ապրել, սովորում եմ университетом. Экономика управления на предприятии торговли. Друзья заставили приехать попробовать. Не уверен был в своих силах. На любительском уровне пел. Ուզում եմ առաջի փուլը անցնեմ։ Շարունակեմ ֆինալը գրեմ, եթե ստացվի։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Լավ, կարելի է ձեր հետ ռուսերեն խոսամ։ Որտեղից եք եկել։ Կրասնոդարից։ Հայերեն խոսեք։ Հայերեն խոսեք, որովհետև դες մոտ շատ գեղեցիկ է ստացվում։ Ինչու եք եկել։ Հատուկ պրոյեկտի համար եք եկել։ Ինչ եք սիրում լսել։ Ինչ որ իմ դուրս գալիս է։ Հայ երգիչներից Անդրեին եք լսում։ Սխալ հարց է, հայ երգիչներից Արման Հովանիսյանին, Արմենչիկին։ Ինչ եք երգելու։ Григорий Лепс. Ну и что? Подумать, что тихие ночи столько хранят чистоты непорочной, сколько еще непридуманных сказок, милых рассказов. Где каждая строчка мечтой серебрится, где светлой надеждой смеются страницы, где сильные герои встречают преграды, потом лишь награды. Ну и что так совсем недолго нам с тобой выпало летать. Ну и жаль, что так немного долго. И с того, что кому-то летать, а кому-то ползать. Ну хоть чуть-чуть еще. Ну хоть чуть-чуть еще. Աշոտ ջան, երկու փաստ կա։ Առաջին փաստը, որ հրաշալի ձայն ունեք, երկրորդը, որ ընդհանրապես չեք երգում, վարժություններ եք անում բեմի վրա կանգնած։ Ինչի։ Մենք այսքան մարդ ենք ձեզ դիտում ու դուք եկել եք ելույթ ունենալու, ներքև նայելով մի ականջը հետ հասկանում ինչի համար, բայց ասենց ու են որ ելույթ է, չէ՞, սա ախր պետք է տակ այդ երգը, հասկացանք, որ մաքսիմալ ուզում եք նման երգեք դեպսին, բայց սա այդ կոնկուրսը չի։ Լավ չէ ինձ լսում։ Լավ չեք լսում, բայց գիտեք ոնց է։ Իդեպ ասեմ, որ ես այսօր մինչև բոլոր մասնակիցների այստեղ գալը, ես ինքս փորձ արել եմ եւ այդտեղ ձայնը նորմալ է մասնակցելու համար։ Խնդիրը հիմա դրանում չէ, առանց նույնիսկ եթե վատ եք լսում, մեկը հրաշալի եք երգում, դրա մասին խոսք չկա, բայց այն որ ուրիշ անգամ սալիներ մինչև որ ջերվի կլսենք, բայց կեսից արդեն ջղայնացնում եք, որովհետև չգիտեմ ինչեր եք անում, դուք ձեր համար տենց առանձին բան։ Աշոտ ջան, քեզ խանգարեց մանիեռնեսը, որովհետեւ երգել ես բացի կարաոկեներից, ինչ որ կարող ես լսել երգչի, սովորել ինչ որ բան, բայց պարտադիր չի որ կրկնել եւ վերցնել իր լավ եւ վատ կողմերը, որովհետեւ այդ ժամանակ դու կորցնում ես քո եսը, այն ինչ որ քո ներսում է։ Հասկանում ես։ Լավ է։ Դուք ունեք правильный посыл ձայնի մասին եմ խոսում, դա կարելի ասել ձեր երգելավոճից, բայց երբ միկրոֆոնը վերև եք պահում, այն կորում է եւ այլ կերպ է հնչում ձեր ձայնը, իսկ ինչ վերաբերում է ձեր ձայնին, այն շատ գեղեցիկ է հնչում։ Այնպես որ միկրոֆոնը միշտ ուղիղ պահեք, որպեսզի ավելի ճիշտ լսենք մենք ձեզ։ Աշոտ ջան, ինձ թվում է, որ ամենամեծ խնդիրը, որը որ դու դեռ ունես 20 տարեկանում, դա ճաշակի խնդիր։ Եթե դու լսես կամ լսեիր ավելի որակյալ երաժշտություն, երևի թե ավելի լավ դպրոց կունենայր, այսպես ասած, լսողության դպրոց։ Այսինքն դու դեռ ունես այդ սպիտակ թուղթը նայ, արդեն մեջը sense գրած, ունես տեղ այդ թղթի վրա, որ մենք ինչ որ բաներ գրենք, թե չունես, քո թուղթը լրիվ լրացված է, վերջում գրածա լեպս ու պեչատը խփած է։
Էտա լրիվ հարցը։ Այն պահերին, որ Լեպսը վերանում էր ու մի պահ Աշոտները արանքից երևում, ես այդ պահերը շատ հավանեցի, շատ տաղանդավոր տղա ես, ես ասում եմ այո։ Մերսի։ Ես նույնպես ասում եմ քեզ այո։ Спасибо большое։ Չեմ պատկերացնում ինչ ռեպերտուար է լինելու ձեզ համար, եթե միասին աշխատենք, այնուամենայնիվ ասում եմ այո։ Спасибо։ Աշոտ ջան, ես ասում եմ քեզ այո։ Большое спасибо։ Բայց ինչ հեզուր բան ուներ։ Դա պետք է հարկել էլ մարդկանց լսել Լեպս։ Դες ինչ ճիշտ էր ուղարկում ձայնը։ Հատկապես Ռուսաստանում ապրող հայերը։ Եթե միկրոֆոնը սենց բայր, իսկաժենյա էր տալու։ Այսօր այսքանը կհանդիպենք չորեքշաբթի X Factor, բացահայտեք ձեր մեջ լավագույնը։ Առայժմ։